Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Իրանին հարվածում են, ղեկավարներ են սպանվում, բազաներ են թիրախավորվում։ Հայաստանին ինչ է սպասվում։ Այս ժամանակաշրջանին ինչ անուն կարող ենք տալ։ Հայաստանը այս ծիրի մեջ ինչպիսի տեղ է զբաղեցնում։ Արդյոք սա պատերազմ է, թե ամբողջ մերձավոր արևելքի քարտեզի վերաձևում։ Արդյոք մենք հերթի մեջ ենք։ Հայաստանը փրկված է, թե պարզապես ժամանակ է շահում։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի հետ։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Մենք տեսանք այդ մարդասպաններին, չէ՞, իրենց դիմակազերծ եղան։ Իսրայելը ամբողջ աշխարհից է հարկ ուզում, հա? Ինքը կործանվում է, ինքը Իրան։ Իսրայելը մեր տարածաշրջանից ինչ է ուզում։ Ինքը միանգամից վերանալու է։ Ինչ է անում այսօր Իրանը Իսրայելին։ Ինքը արդեն արել է, եւ ինքը անելու է։ Ինչը անելու, չարին սատկացնելու է։ Վերջը շամփայ դարձավ, չէ՞։ Միթե հեշտ կլինի ըստ ներկայացված տարբեր տեսակետների տապալել, ոչնչացնել Իրանը։ Իհարկե ոչ, նորից եմ կրկնում, Արեգ ջան։ Պարոն Գևորգյան, Հայաստանում վտանգ տեսնում եք այսօր։ Չէ, չեմ տեսնում։ Պատերազմը չի մոտենա, չէ։ Նարեկացին է, չէ, ասում, որ Աստծո անանցականը իմաստասիրես, չէ։ Համացեղությամբ Աստված կոչվեցիր, չի տապալվելու Իրանը։ Եթե Աստված մի արածը Իրանը տապալվի, Հայաստանը ինչի մեջ է հայտնվելու։ Եթե Իրանը տապալվի ու Հայաստանը տապալվի, աշխարհը կտապալվի։ Ուրեմն հայերը են այս աշխարհի աղն են։ Ինքը որ չլինի, այս աշխարհը չի լինելու։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Երկար ժամանակ է ինչ չէինք հանդիպել։ Այո։ Բայց կարևոր թեմայով ենք հանդիպել, խոսելու ենք Հայաստանի տարածաշրջանի մասին։ Իրանում կատարվող պատերազմը ինչի մասին է պատմում, պարոն Գևորգյան։ Պատերազմ բառը հայերեն չէ։ Մենք ուրիշ կերպ ենք Իրան ընկալում, բայց հայկական պատերազմ բառի տրամաբանությունը այդ որ ասացունցի Դավիթի մեջ եւ ընդհանրապես մեր ավանդապատումների մեջ հանդիպում է պատրազն, չէ, խաչ պատրազն եւ խաչ պատրաստին, այո։ Պատր հայերեն նշանակում է կատարելիություն։ Այսինքն սա կատարելիության պայքարն է, որը հազարամյակներով ի վեր կատարվել է եւ այդ հին բելական աշխարհակարգը, չէ, որը դրել էր իրեն օրենք օրինականությունները, այդ վայրենաբարո աշխարհ քաղաքականությունը այսօր ուրեմն արտահայտվեց, ինքնաարտահայտվեց, բացեց, դիմակազերծեց իրեն ողջեյությունը, իրեն ով լինելը եւ ամբողջ աշխարհը առարկայական տեսավ, թե ովքեր են նրանք, ովքեր են վայրենաբարո, ես ասացի, վայրենաբարո, անմարդաբնակ արարածներ։ Եթե առաջ ասում էինք, չէ, ասում էինք, գիտեք, այս աշխարհը դրանում չի, դժվար թե դավադրություններ լինեն, դժվար թե այդ ուժեղները այդպիսին լինեն, չէ, այսօր բացարձակ մենք տեսանք այդ մարդասպաններին, չէ, իրենց դիմակազերծ եղան, եւ մենք տեսանք նրանց բարոյական կերպարը, անմարդկային, որտեղ նույնիսկ այդ անբարո բառը չի կարողանում կապակցվել նրանց արած այդ զազրագործությունների եւ հանցագործությունների հետ, դա ամենազազրելի հանցագործությունն էր մարդկության դեմ։ Միթե Իրանը արժանի է այս ամենին։ Մենք պետք է սա մարդկության դեմ ընկալենք, դա լինի Իրան, դա վաղուց է սկսվել այդ ամեն ինչը, եթե մենք վերցնենք մեր հայ ժողովրդի վրա ինչ գործողություններ կատարվեց դարասկզբինը եւ դարավերջին, հետո հիմա, հա, սա արդեն փոխվեց նաեւ այլ ժողովուրդների հանդեպ, չէ, կատարվեցին նաեւ Աչք փակեցին ու իրենց հետ կատարվեց։ Ահա, այդ համակարգը անընդհատ, այդ նենգաբարո համակարգը անընդհատ մարդկանց համոզում էր, որ սա ճշմարտություն է, որ կա ինչ որ դեմոկրատիա, չգիտեմ, մարդասիրական, չգիտեմ ինչեր եւ այլն, երբ որ մարդկանց ասում էր դա սուտ է։
Մենք գիտենք այդ դեմոկրատիան ինչով վերջացավ հենց նույն Հռոմում, չէ, այլասերվեց եւ այլն, դրա ավարտը այլասերումն է լինում եւ կործանվում են այդ երկրները, այդ մարդիկը ուրեմն հարյուրավոր, միլիոնավոր մարդիկ են մեռնում այդ դրա պատճառով։ Մարդիկ ասում են, չէ, այդպես բան չկա, դե պատմություն ասենք իրանցից հեռու է, հա։ Իրանց կաշվի վրա չէին զգում, հա, ու մտածում էին, որ չէ, դե հիմա այդ աշխարհակարգն է, հետո մտածում էին սրանք ուժեղ են, այդ բանն է, էլի, Հովհաննես Թումանյանի չարի վերջը ոնց է, չէ։ Հիմար կկուների նման, այն որ աղվեսը գալիս ասում, այս սարն իմն է, այս ծառն իմն է, այս ամեն ինչը իմն է։ Այդ ու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու, մեկին գցիր, տանեմ ծառա։ Մարդիկ մտածում էին, դե հա, հիմա ինչ կանենք, երջանիկ ծառաներ կարող ենք լինել, դա հիմա դե սենց թենենց մեկը մեկին պետք է ծառայենք, ճիշտ է։ Հիմա սրանք կծառայենք, թե նրան ինչ տարբերություն, քանի որ այս բանը աղվեսը խաբելա կկույն, ասում եմ, ես մի հատ կացին ունեմ, չէ, հետ էլ ուժն է, էլի զենքն է, կբերեմ ծառդ կկդրեմ, չէ, աստորեն սարդ քարտն ու քարապ կանեմ, ծառդ կկդրեմ, ձակերի տուր։ Ու հիմար կկումները իրանց ձակերին, իրանց կամքով տալիս էին աղվեսներին ծառա, հա? Այս էր այս աշխարհակարգի ամբողջ անցուդարձը, բանը, ինչպես ասում են, բնույթը, հա? Իրեն կերպարը դրանում էր 4000 տարի, սա բելական համակարգն է, Արեգ ջան։ Այն որ անընդհատ դրա մասին ես խոսում եմ, մարդիկ ասում են, այս մարդն ինչ է ասում, աշխարհը այդպիսին է եղել, անարդար է եղել, անարդարել վերջանալու է, հա? Մենք մեր տեղը գտնենք, մեր փորը կշտացնենք, մեր երեխեքին այսպես թե այնպես բանանենք, մեծացնենք, հա, բայց այդ ստացվում է այդ հիմար կկուի պատմությունը, էլի, հա, ու ասում են, չէ, սա չի, ես միշտ եմ կրկնել, որ անկախ նրանից դու կլինես, թե չես լինի, դու պետք է ձգտես արդարության, այդ արդարության մեջ դու քո այսօրվա ձգտումը կարող քո վրա չանդրադառնա, հա, որ չհասնես դրան։ Քո երեխան տեսնի, եթե երեխա չտեսնի թոռդ, այսինքն սերունդներիդ համար դու կռիվ տուր այդ արդարության համար։ Պարոն Գևորգյան, Իսրայելը մեր տարածաշրջանից ինչ է ուզում։ Ինքը ամբողջ աշխարհից, Արեգ ջան, ախր Իսրայելը ամբողջ աշխարհից է հարկ ուզում, հա։ Այդ աշխարհու ժողովուրդը, բոլորից է։ Այդ միջազգային բանկը, այդ միլիարդատերերը եւ ով են դրանք, հա։ Ինչ, ասում են, չէ, չկա բան։ 1828 թվականին այնտեղ Լոնդոնում սրանք հիմնեցին իրանց բանը, բայց դրանից առաջ էր այդ ամեն ինչը կատարվել դեռևս։ Նրանք ծրագրավորել էին իրենց այդ շքերթը, այսպես ճակերտներով ասած, հա, դժնից շքերթը, որ ստրկացնեն ամբողջ աշխարհին, ինչու մենակ մեր տարածաշրջանից, բայց մի բան հայ ժողովրդից միշտ ինքը ուզել է, ինքը հասկացել է ով հայ ժողովուրդը, հատկապես հայից է ուզել։ Դա որն է։ Հասկանում է, որ մեր մշակույթը տիեզերական է եւ հանկարծ հայկական համակարգը ներդրվի այս աշխարհում մարդկության մեջ, ինքը միանգամից վերանալու է։ Ուրեմն այդ պատերազմը, որ ես ասացի, պատերազն, այսինքն գաղափարական տեսակի պայքար է սա, իրականում։ Այդ կացինը չի, որ վեկալում են իրար գլուխ են ջարդում անբարոց։ Այսինքն Իսրայելը ուզում է իր գաղափարը ներդնել այս տարածաշրջանում։ Վաղուց է ներդրե, Արեգ ջան։ Չէ, Պարսկաստանի մասով։ Պարսկաստանի մասով ինքը ժամանակ չուներ, հասկանում ես, ինքը տեսնում էր նրա հզորությունը, օրից-օր նա հզորանում է, չէ՞, նա ոչինչ չի կարողանում անի, քանի 47 տարի է այդ շահից հետո, չէ, Պարսկաստանը այդ սանկցիաների տակ է, իրան փակել շրջափակել են եւ այլն, ազատություն չեն տվել, բայց այդ մարդը չի մեռնում։ Կա այդ 80 միլիոն թե ինչքան մարդ է ապրում մեծ իրեն տարածքում եւ լավից վատից ոնց որ ասած ինքնաբավ ապրում, հա, որ սրանն է բզում, նրան է բզում, հա, դե հիմա գորգորում էին, ասում էին տերորիստ է, էսա այնա եւ այլն, հա, խանգարում էր, որտեղ չէր միանում իր միասնությանը, մյուս արաբական երկրները նավթային միացան, չէ՞ սրանց։ Միացան, որպեսզի բարօրություն ստանալ, այսինքն նրանք դառնան սրանց բաները, երջանիկ ծառաները։ Հա, սենց ավելի լավ, հիմա դու պետք է ինտրես, ինչ,
Ինչ անես, երջանիկ ծառա լինես, թե դժբախտ բանտարկյալ։ Իրանը որը կընտրի։ Են ընտրել է դժբախտ բանտարկյալ, բայց արդարության մեջ։ Իրեն տարածքում իրենք իրան բանտարկեցին, բայց ինքը չտրվեց այդ հիմար կկուների նման, հա, այդ աղվեսի սուտ խաղերին։ Հա, չտրվեց։ Ինչ է անում այսօր Իրանը Իսրայելին։ Ինքը արդեն արել է, եւ ինքը անելու է։ Ինչ է անելու, չարին սատկացնելու է։ Իրանը։ Իհարկե։ Հա, այն բանի նման չէ, վերջը շամփայ դարձավ, չէ, բանը, այդ աղվեսը, չէ, խորամանկ, երկու ոտով թալակ ընկավ։ Ագրավը տարավ գցեց Շամբերանը, չէ։ Ինքը Իրանն իմ ջարուց ինքն Իրանն է գցել Շամբերանը արդեն։ Ինքը կործանվում է, ինքը Իրան։ Այն բանը Ֆիրդուսի բաննա թուլատնա, չէ, որ Ռուստամին ասում է, Ռուստամ, ինքդ քո ձեռքով քո վերջը գտաս։ Այս աշխարհը տենց է։ Հիմա երկար տարիներ նրանք ստիպում էին տարբեր ազգերի ժողովուրդներին, որոնք որ իրանք իրանց ձեռքով իրանց վերջը տան։ Հասկանում ես, բոլորի գլխին այդ խաղն էին խաղում սրանք, հա, այս անմարտաբարո բան մշակույթ ունեցող ժողովուրդը, հա։ Հիմա իրանք իրանց ձեռքով Հիմա ինչու տենց կատարում։ Բայց նախահարցակ եղան, խախտելով բոլոր մարդասիրական օրենքները, հարձակվեցին սուվերեն ինքնիշխան պետության վրա։ Արեգ ջան, իրանք միշտ էլ նախահարցակ են, այսօր մենք նայում ենք այսօրվա օրը։ Ուր մնաց համաշխարհային մարդկային բարոյական նորմերը, պարոն Գևորգյան։ Իրանք ոչ մի նորմ չեն պահպանել երբեք։ Այսինքն իրենց դեմ բացահայտ, ուրեմն բացահայտ անբարոյականությունը մատուցել են աշխարհին, ուղղակի կարողացել են դա որպես բարոյականություն ներկայացնել։ Իսկ այսօր արդեն դա էլ բացահայտվեց։ Հասկանում ես, նա մտնում է օտար ժողովուրդների մոտ, նրան կաշառում է այս մարդը իր ազգային հայրերի ինքնության եւ այլն, ինքն է դեմ դուրս գալիս, ինքն է կործանում իր երկիրը, էլի։ Հիմա թե ինչու ինքը այդ զարմանալի բան է թվում։ Էս ասեն։ Ինչ եղավ, ինչու հանկարծ նա իր ստրատեգիան փոխեց։ Ժամանակ չուներ, ինչն էր պատճառը։ Ինչու հենց այսօր։ Նայ, եթե ես կռիվ եմ անում, պատկերացնում ես, ես գնացել եմ կռիվ եմ անում հարևան թաղի տղեկի հետ, չէ՞։ Մեր թաղի տղեկով գնացել ենք հարևան թաղի տղեկի հետ կռիվ ենք անում։ Ու պատկերացնում ես, ես գնամ այդ կռվից առաջ գիշերով վեկալեմ այդ թաղի տղեկի հորը սպանեմ։ Հա։ Մեկը չասի դու հիմար չես, նախ դու անբարոյական ես մի անգամից, չէ՞։ Քաղաքում բան կանեն, այդ լավ տղեկը կգան, կասեն, տղա ջան, դու անբարոյական մարդ ես։ Քո կռիվը այդ տղեկի հետ էիր, դուք 10 հոգի եք, իրանք 10 հոգի, գնայիք ճակա դեմ տայի կռվեիք։ Բայց դու ես չես արել։ Հերիք չի որ հորն է սպանել, այլ երեխեքին է սպանել։ Գրեթե 200 անմեղ երեխա, աղջիկ։ Հարցը քանի 200 Բայց Պաղեստինի հազարավոր խեղված եւ մահացածներ։ Այո, հենց հարցի վրա մի անգամից հարցնեմ, ինչու էին ընտրել հենց միայն աղջիկներին, պարոն Գևորգյան։ Դե այստեղ գալիս է մի հատ մեծ հարցական։ Ինչ պատահեց այդ աղվեսին։ Հարցակվեց աղջիկների մանկական դպրոցի վրա։ Երկու թաթով ինչու թալակ ընկավ։ Ոնց կարելի էր տենց բան անել, հասկանում ես։ Կռիվ ես անում, կռիվ արա։ Մարդասիրական արժեքներից դու դրանից ինչ շահ ունեիր, ասենք այդ երեխեքին որ սպանեցիր, բարձ չի որ դու դրանից հետո պետքա միավորես ոչ միայն այդ ազգին, այլ ամբողջ աշխարհը պետք է դուրս գա քո դեմ։ Հասկանում ես։ Այն բարոյական աշխարհը, ու հիմա արդեն դուրս է եկել։ Դուրս է եկել բարոյական աշխարհը։ Հա, ինչ է արել։ Տեսնում եք դուք։ Ոնց դու չես տեսնում։ Դու այդ քաղաքական գործիչներին այդ իրանցից են դրանք, հասկանում ես։ Մի նայ դու այն քաղաքական ֆոնդեր լայն եւ այլն, չգիտեմ ինչա, շվայն եւ այլն։ Մի նայ դրանց։ Դու նայ մարդկանց, այն մարդկանց, հետեւյալ ժողովուրդների մարդկանց հասարակ, այսպես ասած մարդկանց։ Այնա Դեվիդ ազգանունը չեմ կարող ասեմ, ինչ ազգանորից չեմ կարող ասել, բայց ոչ իրանցի գրող Ուրեմն իրեն գրքերի հոնորարները 5 միլիոն են կազմել, այո։ Ու այդ 5 միլիոնը ինքը վերցրել տվել է այդ Իրանի երեխեքին, զոհվածներին։
Սա բարոյական, պատկերացնես ինչ համաշխարհային օտարազգ, ինքը իրանցի չէր, ինքը պարսիկ չէր։ Ինքը իր ամբողջ աշխատած հոնորարը տվել է այդ երեխային, սա բարոյականության մեծ հաղթանակ էր։ Աշխարհը դա տեսնում է։ Աշխարհը էլ ինչ տեսավ, Արեգ ջան, Էփշտայնի այդ զազրագործությունները։ Էս իհարկե խաղ էր, հա, որտեղ այնտեղ Տրամպը հաջորդ օրը հելավ ասեց, որ իբր թե բանը Իրանը խփել է Իսրայելի այդ բանին եւ ոչնչացրել է Էփշտայնի 3 միլիոն այդ ֆայլերը։ Պատկերացնում ես, հա, հիմա այնտեղ ինչ-որ մի հատ խաղ էր գնում, ինքը վերցրեց դրեց, երևի թե ով վերցրեց գախնազերծեց, էլի։ Կամ ինչու բացահայտեցին։ Հա, ով, բոլորը հարց էին տալիս, չէ՞։ Այսքան ժամանակ հիմա պարզ չի ով։ Նույն Իսրայելը բերեց մի մասը, ցույց տվեց, այն հիները արդեն կարևոր չէին, սրանց երեսները բացեց, հա, մի փոքր էլ էսրա դեմքը բացեց, հա, ասեց, հետո եթե դու իմ հետ պատերազմին չմասնակցես, ուրեմն լրիվ դեմքդ կբացեմ, երկրորդ օրը Իրանի բանը եկա ու վերջ։ Հա, Էփշտայնի ուրեմն այդ ֆայլերը որ բացեցին եւ գախնազերծեցին, ուրեմն միլիարդավոր մարդիկ նայեցին, միլիարդավոր մարդիկ, 3 ուրեմն տարբեր մարդիկ էին, այնտեղ են Մել Գիբսոններ, այն մի այլ դերասաններ անունը հիմա մոռացել եմ, հա, դերասաններն էին ավելի շուտ, հա, խոսացին իրանց տնից կամերան դրել էին, առանց անպատրաստի խոսացել էին եւ միլիարդների դիտում եղավ։ Հիմա որ ես նայում եմ, այդ դիտումները հասել է արդեն մի քանի միլիարդ, 3 միլիարդից 4 միլիարդ մոտարապես, 3-ից ավել միլիարդ 48 ժամում ուրեմն դիտումները։ Այսինքն գախնազերծվեց, կուրամիտները աչքերը բացվեց, տեսավ թե աշխարհը իրականում ինչա շնչում։ Դա ում էր ձեռնտու որ բացեցին։ Ահա, ում էր ձեռնատու։ Ես բացատրեցի թե ում էր ձեռնատու։ Սա հաջորդ պրովոկացիոն քայլն էր լինելու, որպեսզի Իրանի դեմ ուրեմն հաղթանակ ձեռք բերվեր Ամերիկայի միջոցով։ Բացատրեցի։ Սա մի վերսիա է, ընդհանրապես կարծիք է, իրականում ստեղ ինքան բազմակալ եւ նենգաբարո կոմբինացիաներ են կատարվում, որի մասին մենք նույնիսկ չենք էլ մտածում, բայց մոտարապես հասկանում ենք, որ այդ խաղերն են եւ ինչու բացահայտվեց հենց հիմա։ Հիմա լավ, էս են կողմ դնենք, որտեղ դա քաղաքական ինչ-որ խնդիրներ են, հա։ Մենք մեր իմացածից խոսանք, որը հաստատում բան է, ինչքան հետաքրքիր բան է, հիմա այդ վարակույրների ետևում, ուրեմն ինչ էր կատարվում, այն որի ժամանակին ես այդ դիտարկման մասին խոսում էի։ Մինչև 2000 թվականը Շումանի ուրեմն կայուն հերցն ա եղել, այս երկիր մոլորակի ուրեմն այդ էլեկտրոմագնիսական դաշտերի գեոմագնիսական ցուցիչն ա եղել 7.8 մինչև 2000 թվականը։ Կայուն է դա եղել։ Դրանից հետո քիչ-քիչ բարձրացվել է 14 հերց, հիմա 20 հերց է մինչև հասել, ժամանակ առ ժամանակ 50 եւ ավելի, նույնիսկ մինչև 196 հերց այսպիսի տատանումներ ա լինում, էլի։ Հիմա դա երաժշտի համար, ասենք ռադիոֆիզիկը ուրիշ ձևի կբացատրի, ես ուրիշ ձևի կբացատրեմ։ Իմ համար 2 օկտավա մոդուլյացիա է կատարվել, բարձրացում է կատարվել։ Հա, այս ոնց որ սուբկոնտր օկտավայից գնացել եմ 2-րդ օկտավա, մոտարապես sense էլի։ Ուրեմն այդ դեպքում ինչ կփոխվի։ Երաժշտական կարգ ու կանոն կփոխվի, չէ՞, ես այստեղից գնացել եմ այնտեղ, չէ՞։ Իսկ եթե մոդուլյացիա է լինում, ընդհանրապես համակարգ է փոխվում։ Իսկ այս տարի այդ մոդուլյացիան մենք տեսանք մոտավորապես փետրվար ամսից։ Նույնիսկ օրը կարող եմ ասել։ Փետրվարի 16-ից անկարծ դաշտը փոխվեց։ Փոխվեց ու մինչև հիմա փոխված գնում։ Ու այդ մոդուլյացիան եղել է, համակարգային փոփոխություն ա եղել։ Այս փոփոխությունը դեպի ուր է տանում։ Ահա, հիմա դրա մասնագետները չկան, մասնագետները դրա մասին չեն խոսում։ Հիմա առաջնային դաշտը, Արեգ ջան, այն որ մենք չենք տեսնում, չէ՞։ Մենք չենք տեսնում մեր ուրեմն այդ տաղաչափական, մեր վիբրացիոն այդ համակարգը մենք չենք կարող տեսնել ու զգալ, չէ՞։ Բայց դա չափագրման տրվում է։ Օրինակ բիոսկոպով
կարողանում ես չափագրել որոշ տատանումներ։ Մարդը սուտ է խոսում, մի բան է ցույց տալի, մի տատանում է ցույց տալի, հա։ Երջանկություն, սերը արտահայտում ուրիշ բան է, ցավացնում ես մարդուն ուրիշ բան, աչքով տեսնում ես, էլի։ Հիմա սարքեր կան, որ նույնիսկ չափագրում են, ասենք սիրո ժամանակ ասում են բացարձակ սիրո մասին է խոսքը։ Այդ 7-8-ը բարձրանում է մինչև 200-256 հերց, հա։ Հիմա մոլորակն էլ մոտորապես ինքը այդ կենսատու, հա, կենսական գիտակցությունն է, հասկանում ես, որովհետև իր այդ բնությունը եւ այլն, որ իր գիտակցություն չէ ունի։ Մեզ թվում է մենք բան ունենք, խելք ունենք, ոչ մի բան շրջապատում, ոչ տիեզերքում, ոչ մեր մոլորակում, հա, այս բնությունը խելք չունի, էլի, հիմա ասենք խոսքի օրինակ շունը խելք ունի գիտակցություն ունի, ինչ չունի բանականություն, այսի պետք է չխառնել, էլի։ Գիտակցություն կա, բնազդը կա։ Հա, ինքը գիտակցuma չէ, որ իր տերն է այս մարդը, չէ։ Այսի գիտակցությունն է, չէ։ Բանը, ասենք, կոկորդիլոսը իր ձագին ճանաչում է, չէ, այսի գիտակցությունը, բայց բանականություն չի ինչու համար, որովհետև ինքը չի նկարի, չի ստեղծի, չէ, չի արարի։ Չի մտածի։ Չի արարի։ Արարի։ Արարչական դու ունես արվեստող ձեռքեր, այդ նարեկացին է, չէ, ասում, որ Աստծո անանցականը իմաստասիրեց, չէ, համացեղությամբ Աստված կոչվեցիր, որ քո շուրթեր ճոխացած ասում է բանականությամբ, որ քո շուրթերով պատմես բոլորին այդ իմաստասիրածը, տել է։ Ուրեմն մենակ մարդն է, որ այդ արվեստի, այսինքն արարչական, կառուցողական բնույթը դա բանականությունն է, հասկանում ես, տալիս մարդուն։ Եթե բանականություն չկա, կարա գիտակցություն լինի, էլի, ամեն ինչն էլ էս ծաղիկն գիտակցություն ունի։ Այդ փորձում ենք արել ենք, էլի։ Ծաղիկի տերևը փոկում ես, բիոսկոպը դնում ես տակը, տանում ես միտեղ վառում ես, մայր ծաղիկը ուզվում է, որ իր տերևը վառել ես, ցույց է տալիս սարքը, հա, թվում է թե անհոգի է, չէ։ Շատերը գիտեն էլի, ծաղիկի հետ խոսում ես, ինքը ծաղկում է, չէ, որ բույսերա տնային չէ պահում, տենց է, սա գիտակցություն է, բայց բանականություն չի։ Ահա, ուրեմն առաջնային դաշտը փոխել է արդեն իր գիտակցությունը։ Առաջնային դաշտը իր գիտակցությունն է փոխել։ Քանի որ այդ առաջնային դաշտն ամբողջ բնության համար, նաև մարդու համար, որտեղ մարդը իրան չի տեսնում, էլի։ Չի տեսնում այդ առաջնային դաշտը, այդ գիտությունն էլ չի հասել այդ մակարդակին, հիմա քիչ-քիչ գալիս են, էլի։ Այդ մակարդակն են ուզում ապահովեն քվանտային այդ մեխանիկայի շնորհիվ, արդեն հետաքրքիր բաներ են ասում են այդ առաջնային դաշտի, նյութը ստեղծողների, պատասխանատուները, ուրեմն այդ կվարկների քրոնոմետրիան է, էլի։ Քրոնոմետրիան դա ժամանակն է, կվարկներն էլ այդ տատանումն է, էլի։ Տաղաչափական համակարգն է մի խոսքով։ Առաջնայինը, որ հետագայում պետքա արարի նյութ, հա։ Ուրեմն հիմա այդ տատանումը փոխվել է մոլորակի մասշտաբով 2000 թվականից ի վեր։ Իսկ 16-ին մոդուլյացիա է եղել, այդ 2 օկտավա բարձրությունն ու մոդուլյացիան արդեն ուրիշ տոնայնություն է գնացել, այսինքն ուրիշ համակարգային տեղ է գնացել, որտեղ արդեն բոլոր աստիճանները այլ ուրեմն արտահայտում ունեն, հասկանում ես։ Այսինքն այդ 0-ն է փոխվել, չգիտեմ, այն ասենք դո մաժորից որ գնում ես ռե մաժորին չի առնում։ Դո մաժորի մեջ առաջին նոտան, որը տոնիկա է կոչվում, դոն է, ռե մաժորի մեջ ռեն է։ Եվ ի համարժեք է դոյի ռեին, բոլոր աստիճանները ուրեմն փոխում են իրենց կարգը, չէ։ Այս ձեր ասած փոփոխությունը, պարոն Գևորգյան, օրինաչափություն է, թե հակաբնական վիճակ է։ Չէ, օրինաչափություն, դա բնություն, տիեզերք է, դե մարդը չի անում։ Հիմա դա ազդել այն մարդկանց վրա, որոնք անօրինաչափ համակարգ են ստեղծել, հիմա գալիս ենք դրան։ Նրանք մտածածին, վերցրել են, նենգաբարով, ծրագրեր են գրել, պրոյեկտներ են գրել եւ այլն եւ ստեղծել են իրենց ուզած աշխարհը, իրենց համար։ Որ բոլոր իրենց ստրուկները պետք է լինեն, իրենք պետք է լինեն սրանց թակավորները։ Կոպիտ ասեմ տենց է։ Չնայած ինքը կոպի հենց տենց է։
ով իրենց տեսանկյուններին չհամապատասխանի, իրենց օրենքներին այդ դեմ գնա վատ օրենքներին բան կկույի օրը կդնան, էլի կացինը կբերեն, ծառը կդրեն։ Հիմա այդ մարդիկ, քանի որ իրանք տաղաչափական առումով այն առաջ եղել այդ 7-8 հերցը, դեռևս այդ համակարգային բանի տակ են, հա, ինքը որ մտածում ենք չի հասկանում, որ այդ մտածելը կապ ունի այս առաջնային հիմնարար դաշտերի հետ, հա։ Հիմա իր մտածմունքը արդեն էլ պտուղ չի տալիս, օգուտ չի տալիս։ Ինքը խաթարվում է, որտեղ համակարգն է փոխվել։ Այդ է ես տեսել ու ասում էի շուտով մարդը բան կանի։ Ու դրա համար հիմա իրանք այդենց ոչ համարժեք, ոչ adekvat գործողություններ չեն, վայրենաբարը գործողը։ Նորից հետ գանք էլի, ինչու սպանեցին հոգևոր առաջնորդին, ասենք 80 միլիոն Պարսկաստանում կան այդ իրանց Հռոմի պապն է, հա, սենց ասենք, որ հասկանան մարդիկ, էլի։ Իսկ այդ կոնֆեսիայի ուրեմն բաները շատ ավելի շատ են, քան ասենք Պարսկաստանի ժողովուրդը, չէ՞։ Սպանեցին հոգևոր, էլիտային, եւ երեխաներին, ռազմական, հատկապես երեխաների սպանությունը։ աղջիկ երեխաներին։ Հատկապես երեխաներին, աղջիկ 10 տարեկան երեխեք են եղել, հա։ Նորից եմ ասում Պաղեստին եւ այլն եւ այլն։ Հիմա անընդհատ ասում ես մարդկանց, անընդհատ ասում ես Սասունցի Դավիթ, չէ՞։ Ախպեր ջան, նայեք ինչ բարոյականություն կա։ Երբ որ գնում է կռվի, չէ, Մսրա Մելիքն է, Սասունցի Դավիթն է, պետք է իրար հետ կռիվ անեն, էսի զորք հավաքում գալիս է, չէ, Մսրա Մելիքը Սասունցի Դավիթի վրա, չէ, Սասունի վրա, այսինքն ընդեղի պաշտպաննով է Սասունցի Դավիթն է, վերջը այդ պատմությունը երկար չպատմեն, գալիս է մի հատ Հալիվուր այդ թշնամու բանակից Մսրա Մելիքի դուրս է գալի 7 տղա է ունենում, ասում է ես քո 7 տղաներից հետ եկել եմ բանը Մելիքը ինձ կռիվ է բերել, էլի, բայց ես ինչ մեղավոր եմ, ես երեխիքը, իմ տղեկը։ Ամեն մեկը մի մոր երեխա է, ամեն մեկը վաղը պետք է երեխա ունենա, ես սրանց խես մորթում, բան ջան, սպանելու էլի, Դավիթ ջան, ավելի արդար չի լինի գնաս ոնց որ ասում են Մելիքի հետ էլի մենակ կռվես։ Այդ ժամանակ ավելի արդավ ու ուժեղ է, մենք մեզ էլ չես սպանի։ Նա ինչ բարոյականություն կա, չէ՞։ Ուրիշի զինվորին չի սպանում Դավիթը։ Հետո գնում է ասում ով քնած է արթուն կացեք, չէ՞։ Հա, ով արթուն է ձի հեծնեցեք, ով ձի հեծ է զենք վերցեցեք, որ չասեք Դավիթը գողեք։ Հիմա ինչ են անում սրանք։ Ես միշտ ասում եմ բարոյականությունը չի կարա մեռնել։ Մեր բարոյականությունը էդ է, որ հետո խփելուց չէ, այնտեղ Մսրա Մելիքի Իսմիլնա չէ գալիս։ Ասում է ինձի բախշի, հետո քուրն է գալիս ինձի բախշի, չի խփում, չէ Դավիթը։ Էնի խփում է իր 3 հատը, չէ։ Մսրա Մելիքը Դավիթին բան չի լինում, հա։ Իսկ գալիս է որ խփի, ես մեջտեղ անգամ նույնիսկ Դավիթը ասում է, բա ինձ որ խփում էր Խեչելար խոսքի ինձ էլ պաշտպան է իրել այդ, հա։ Հա։ Այդ դից տվողն ալնում, չէ։ Դավիթին։ Դրա համար է խնայում։ Հա։ Չէ, դե հետարքիր պատմություն է, թե ավտարը ձեզ տվող, էլ է։ Դրան է մի օր կանդրադառնանք Հա, մի խոսքով, այս բարոյականությունը, որ Դավիթը մնում է տղամարդ։ Ինքը զինվորի դեմ նույնիսկ չի գնում, էլ չասեմ, որ չի դնում, ասենք երեխեքին մորթում։ Այդ պահվածքը ինչպես կբնութագրեք։ Անբարոյականություն, ինչպես բնութագրեմ անբարոյականությունը։ Անդադ ասում ես անբարո ազգ են դրանք։ Արդեն ազգի մասին չի խոսքը, դա կազմակերպություն է մի հատ, հասկանում ես, դա ազգին չկպնենք, ազգը մարդ է, հա։ Այդ կազմակերպության նպատակը ի վերջո ո՞րն էր։ Աշխարհը տիրելը, քեզ տրկացնելը, հիմար կկունների ձակերը տանելը։ Բայց չգիտեն որ իրենց գաղափարախոսության հիմքում ոչ նորմալ արժեքներ են, եւ եթե ոչ նորմալ արժեքներ են, չի կարող դա երկար գոյատևել։ Արեգ ջան, եթե իրանց մոտ այդ փորձը ստացվում էր, չէ՞, այդ միջազգային բանկում բոլորին պարտքի տակ էին գցում, չէ՞։ Ստացվում էր հազարամյակներ ստացվել է, դարեդար իրանք այդ հաջողությամբ այդ տեսան որ կարողանում են մարդը ընչակաղծա, հա։ Գետադարձին այնտեղ բան արեցին, բանի բանալիները հանձնեց բանին, չէ՞։ Սիրո։ Հա։
Մի խոսքով, այսինքն փողը կտա շահը իրակ գտնես, որն է իր շահը, էլի։ Կաշառես կպրծնի կգնա, մի հոգի, մի ամբողջ ազգի կործանի, մի հոգի, հա։ Հա ինքն էլ ասում աղբեր ջան, դուք բարոյական եք, ինձնից փող մի վեկալեք, ձեր ազգը մի կործանեք, ինձնից ինչ եք ուզում, հա։ Ես կեղտ եմ, մինգի կեղտի մեջ։ Դու գիտես, որ ես կեղտ եմ, խես ընկնում։ Ասում եմ ոչինչ, ընկի կեղտիդ մեջ ջեբդ փող կդնեմ, ասում եմ դա կեղտ է, էլի կմաքրեմ ջեբից փողը կգնի ինձ, հա։ Հիմա այն էլ արդար ասում է։ Մենք չենք հիմա իրանց մեղադրում։ Իմիջայլոց։ Այլ հիմար կկուններին, ամայաբնակ ուլերին է պետք մեղադրել, բայց ոնց ազգովի դառանք։ Ամբողջ աշխարհը դառավ հիմար կկու։ Դրանց ձեռը։ Իրանք էին մեղավոր, թե հիմար կկուներ մեղավոր։ Հա։ Դու գիտեիր նա ով էր, չէ՞, դու ինքնապաշտպանություն ունենայիր։ Դու ազգային մշակույթ ունես, ի՞նչ գործ ունես։ Քո ազգի տերը լինեիր, քո երկրի հողի տերը լինեիր։ Չէր, չեղար։ Բայց սա ինձ թվում է, որ նույնպես նախագծված բան է, ի վերուստ արդեն նախատեսված բան է, որովհետեւ վերջապես մարդը, այն իսկական մարդը մաքրազերծվի, հասկանա այդ ամեն ինչը եւ այդ սխալ ուղուց հիմա ոտքը դնի ճիշտ ճանապարհին։ Այդ ճիշտ ճանապարհն է մի անգամից ասեմ։ 1000 անգամ եմ ասելու ու տեսնելու եք, որ տենց էլ հայկյան համակարգն է։ Հայկյան համակարգը նեղ ազգային գաղափար չի։ Դա տիեզերագիտությունն է, դա տիեզերքն է։ Դա մեկ նախադասությամբ ասեմ, դա փող համաձայնությունն է տիեզերքի հետ։ Դա է հայկյան համակարգը։ Հիմա սա փորձեցին, տեսան, որ չէ, գնացին կեղտի մեջ ընկան, չէ։ Վերջապես սկսեցին հասկանալ, այսօրը այդ բերեց։ Հիմա այսօր ինչի մեջ է Իրանը։ Ինքը պայքարի մեջ է, ազատության պայքարի, ինքն իրեն պայքարում է, չէ, իր ճշմարտության։ Ով հիմա ինքը այսօր որ փողոցային լեզվով ասենք, ինքը ճիշտ է։ Երկու հոգի որ կա ճիշտ ու սխալես չէ, ուզում գնաց բան անես, թաղի-թաղիկին հավաքում են։ Հիմա իր ճշմարտությունը ինքն է ճիշտ։ Ունենալով հազարամյակների պատմություն, ունենալով կուռ համակարգ եւ հատկապես կրոնով առաջնորդվող քաղաքացիներ, շատ ուժեղ է, չէ, այնտեղ կրոնը հավատքը։ Միթե հեշտ կլինի ըստ ներկայացված տարբեր տեսակետների տապալել, ոչնչացնել Իրանը։ Իհարկե ոչ, նորից եմ կրկնում, Արեգ ջան, նորից եմ մտել էր ամբողջազոր Ամերիկան, ուր էր Վիետնամ, չէ, խեղճ ու կրակ։ Թրամփը ասում է ընդամենը 4 շաբաթ։ Հիմա էլ ասում եմ մտել էր Վիետնամ, հաղթեց, այն ոչինչ չունեցող բան, Աղվանստանում ինչ եղավ, թողեց փախավ, չէ։ Ուրիշի հողի վրա, դա ուրիշի հողն է, լավն է, վատն է, իրանք զարգացած են, զարգացած չեն, իր հողն է, իրանք չեն կարողանալու նրանց հաղթեն։ Մանավանդ Իրանի նման արդեն զորացած երկիր։ Վերջին երկիրներից չի էլ ինքը այդ։ Այդ եմ ասում էլ, ինքը այն վաղտվա Վիետնամի նման չէր, առավել եւս Աղվանստանի նման չէր։ Այդ հզոր տարածքը եւ նրա ունեցած այդ գաղափարական միասնական այդ կուռ ուժն է, այդ մեծ ամենամեծ ուժը հետո է զենքը։ Դա չունենար զենք չէր ունենա։ Ես որ ասում եմ գաղափար, ասում են զենք։ Ամարտ գաղափարը որ միասնական չունի, դու զենք ունենաս։ Իհարկե ոչ, հանուն ինչի ունենաս։ Այդ ոնց է որ սա աշխարհի զենք արտադրողները հայերն են, չէ։ Բոլորը այդ ատոմայի ինչ գիտեմ, որը այդտեղ մի բան լինում, ասում են հայա, չէ։ Նա ինքնաթիռ ասում են դա բանն է, չէ։ Միգնա, Միկոյանն է, չգիտեմ, եւ այլն, չէ։ Հայաստանում չի, ինչու։ Ուրո հայոց գաղափարն է կորը։ Հայկին կորցրել են այս տղեկը, անտեր են մնաց։ Ստեղից ընդեղից իրանց բաներ են ման գալի գտնում, դնում են գլխներին, դե իրանց գլխարկը չի հակնում գլխներին, բաժանվում են, ասում են, չէ, մեկ ասում է, այս գլխարկը լավն է։ Այն բանը վեկալ ենք ընդեղի, այն դեմոկրատիայի, այնի ասում է, չէ, այն մի գլխարկը դնեմ, այնի ասում է, այն մի չի ստացվում։ Հարա դու մի գլխարկ ունես հայկնա։ Այ ախպեր ջան, այ հիմար կկու, հիմա չասենք Հովհաննես Թումանյանի մարգարեությունը։ Պարոն Գևորգյան, այսօր Իրանը ինչպիսի ստրատեգիա է որդեգրել եւ ինչ անկախատեսելի բաներ կարող ենք սպասել Իրանից։ Հնարավոր է։
Չէ, դա թողնենք, Իրանի գործն է դա, այն որ ինքը արդեն այսօր հաղթանակ է տարել, այսօրվա դրությամբ, հələ չգիտենք վաղը ինչ է լինելու։ Ես հաստատ 100% համոզված եմ, որ ինքն է հաղթելու։ Նույնիսկ եթե դա լինի բարոյական հաղթանակ, դա արդեն այն աշխարհի կործանումն է, որտեղ բարոյական այն ասել է, որ այս անբարոների դեմքը բացվեց, չէ՞։ Նույնիսկ այդ դեպքում արդեն պարտության մեջ է դառնում այդ աշխարհը։ Այդ գլոբալիստական տարբեր ժամանակները տարբեր ձև են, չէ՞ դրանք կոչվում է։ Հա, հիմա միավորվել են այդ գլոբալիստեն, SNN-ը եւ այլն։ Հա, իրանք միևնույն է, արդեն այսօր պարտվել են։ Հետագան ոնց կլինի պատերազմը, երկու կողմն էլ ուժեղ են, հա, Բայց այդտեղ ավելի ուժեղ Իրանն է ինչու համար, որովհետև ինքը իր հողի վրա է, իր ժողովրդի հետ է։ Եթե սենց մի հատ ենթադրություն, դա իմ ենթադրությունը չի, դա ժամանակին ասված խոսք է իրանց կողմից, իրանցիների, մենք պատրաստ ենք 10 միլիոն մարդ զոհաբերել եւ հաղթել այս պատերազմում։ Իրանք պատրաստ են զոհաբերությանը։ Հանուն իրենց երկրի, հանուն ազատության, բա առանց դրա ո՞նց։ Իրենց հավատքի։ Հանուն ոչինչ չեն, էլի։ Այո, շատ կարևոր է դա։ Հա։ Հիմա տեսանք, չէ՞, սա ճշմարտություններն եկավ դեմներս կանգնել, չէ՞, որ սկսենք ճիշտը խոսալ։ Պարոն Գևորգյան, երբևէ չեք հարցրել Իրանին ավելի հասակով ենք մենք մեր հասունացմամբ ու մեր անցած ճանապարհով։ Ոնց է այս ամենը Իրանը կարողանում պահել, դիմագրավել ամբողջ աշխարհին, Ամերիկայի նման երկրին է դիմագրավում եւ ոչ միայն իսրայելական հրթիռներին, տարբեր կողմերից պաշտպանվում է, թիրախավորվում է, ինքն է փորձում թիրախավորել, մենք կորցրեցինք այդ ամենը։ Դե հեն այն գետադարձից սկսի, էլի։ Սկսի, հիմա ես մի հատ օրինակ բերեմ, մեր այն ասենք հիմա մենք ասում ենք Հայաստան, չէ՞։ Այդ Հայաստանը ինքը կա թե չկա։ Հիմա այսօրվա Հայաստանը օրինակ ես ասում եմ չկա։ Այսօրվա Հայաստանը գոյություն չունի։ Բայց հայ ժողովուրդը կա, ասում են էդի չես ասում, ասում են ոնց ինչ եմ ասում։ Հայ ազգը իրեն մշակույթով միշտ լինելու է անկախ այդ պետության խոսքի օրինակ հզորությունից, էլի կարող է ոչինչություն լինի, հա, բայց հայ ժողովուրդը չի կարող իրեն մշակույթով երբեք վերանալ, որևէ մեկը մեր մշակույթը չի կարող վերացնել։ Մենք ենք մեր մշակույթն, հա։ Դες Կոմիտասից առաջ հայ մշակույթը կորցրել էր իր երկերաշտությունը, չէ՞, մի մարդ էր, չէ՞։ Եկավ հետ բերեր, չէ՞, հիմա բայց որ չլներ, որտեղից հետ բերեր։ Եթե դու չունենայիր այն ամբողջ հզոր բանը մշակույթը երկիրաշտությունը Կոմիտասը որտեղից բերեր, սա քրդական ջեսմիչերն էին, չէ՞։ Այս անհատների հարցը։ Չէ, մշակույթի հարցը, այդ մի անհատը միշտ էլ գտնվելու է։ Այն Նարեկացին էլ էր անհատ, ինքը բոլորը գիտեն Նարեկացի տաղանդ, այո, ինքը տաղանդավոր մարդ էր, ինքը աստղագետ էր, չէ՞, Նարեկավանքի։ Ուրեմն դեռ 7000 գիտությունների ուրեմն բաններ, ուսուցչապետն է, չէ՞, այդ մարդը։ Ամենաբարձր գիտությունը ո՞րն է եղել։ Աստղագիտությունը, մենք ո՞նց ենք բանանում։ Մենք հասկանում ենք, որ Նարեկացին աստղագետ է։ Գիտի որևէ մեկը, որ Նարեկացին աստղագետ է։ Աստղագետը պետք է սովորեր տաղաչափություն, տաղերկություն, տաղասացություն, փիլիսոփայություն, ամեն ինչ, ֆիզիկա, քիմիա, սա գիտեր Նարեկացին ախպեր ջան։ Մենք իրան հա, որտեղ եկեղեցին սրբացրել էր, ճիշտ արեց սրբացրել։ Չնայած կարգազանց էր ուսում աներ, հենց այդ դարաշրջանում եկեղեցին։ Այդ ժողովուրդն է սրբացրել, ժողովրդի պահանջն է եղել։ Բայց հիմա մենք էլի իրան չենք կարողանում ընկալել։ Գիրքը վերցնում ենք փոխանակ կարդան, կարդում ենք, չենք հասկանում, դնում ենք գլխներիս տակ, կամ լիարտին ասում ենք կարողա ցավը բուժի, էլի։ Կամ Նարեկացու արձանի մոտ կանգնում աղոթում են, ի՞նչ է աղոթում, գնա կարդա, ախպեր ջան, այդ աղոթքը, որ կանգնել ես, այն մեր մոտ կա էլի արձան, կանգնում են աղոթում են, ի՞նչ խեք աղոթում է մարդ։ Թումանյան չեք կարդում, Թումանյանի մոտ է կային եկավ աղոթեք, էլի, ես մարդիկ եք դուք համար։ Նարեկացին ամեն ինչ ասել է, ինքը քվանտային ֆիզիկա եղել են, Հովհաննես Դավթյանը նորից կրկնեմ, այդ մասին գրել է, որ մեծ գիտնական է եղել այս մարդը։ Մենք իրան չենք կարողանում ընկալենք որպես մեծ գիտնական։
Այդ որ Սուրբ էլ ասում ենք, մեզ թվում է ուրիշ մի բան, էլի, հասկանում ես։ Ինքը կոնկրետ մարդ ա եղել, մեծն հանճարեղ գիտնական ա եղել։ Համ երաժշտություն ա գրել, համ աստղագիտություն ա իմը, դե հավունը ինքն ա չէ գրել։ Հասկանում ես, քանի ուսմունքների տեր ա եղել ու նաև ուսուցանող ա եղել այս մարդը։ Ու ինքը իր ամբողջ բանը թողել ա, հիմա թողել ա այդ ժառանգությունը։ Հիմա մեկ նարեկացին, որ մենք կորուստ ունենանք նարեկացու, Արեգ ջան, մենք շատ բան կորցնենք, ես այդ էի ուզում ասեի։ Մեկ Կոմիտասի կորուստով մենք շատ բան կկորցնեինք, բայց այդ կոմիտասները մենք միշտ էլ հույս կա, որ նա կլինի, այ եթե դու չունենաս այդ արժեքը միտեղ պետքա լինի, չէ, որպեսզի վերականգնես, եթե չունես, որտեղից վերականգնես, եթե դու չունենաս հայկյան համակարգը, չունենաս հնա, դեր մայաները բան են ունեցել, տոմար են ունեցել, են, էդի չեզոր ժողովուրդ են եղել, մայաները հզոր ժողովուրդ են եղել, կուկուռուզի տոն են արել 120 երեխա ընկերը, հայրենի ժողովուրդ են եղել, հայրը երեխա կերել է, հազարավոր տարիներ ապրել են, մենք տես բան գիտենք, մեր էպոսներում մենք երեխա ենք ուտում, կանանց ենք բռնաբարում, չգիտեմ ինչ ենք անում, ոնց թե, հալա որտեղ ունեցել են այդ բանը, իրանց լեզվով ասեմ, կալենդար, օրացույց, հայերի օրացույցը, հայկյան բուն տոմարը, աշխարհի ամենահին եւ աշխարհի ամենահզոր տոմարն է, գեր ճշգրիտ տոմարն է, հիմա բացել ենք, ասում ենք, եկեք տեսեք, բացել ենք, մեկի վեճն է, հասկանում ես, ոչ մեկ այնտեղ ամեն ինչ է, համայն աշխարհը, տիեզերքը, ամեն ինչ կա Արեգ ջան այնտեղ, հասկանում ես, էդ էլ ոչինչ, որտեղ այն ինչ որ դու ունես, քո ձեռքից ոչ մեկը չի վերցնի, Արատեսի նորից ասեմ, ամբողջ Արատեսը քանդված, խորանները կանգնած, արևելյան կողմի եւ հայկը մեջը, վերջ, այս ազորությունը։ Մեր բոլոր եկեղեցիները աստղատես, աստղացույց, եկեղեցիներ են, տեզերական երևույթներ են ցույց տալ, այ մարդ, գեր ճշգրտությամբ, 25920 տարվա պրոցեսիա են մեզ բերում ուսուցանում։ Հայ ժողովուրդ ուր եք, ոչինչ որ այսօր կարողացել են մարդկանց կուրացնել, ոչինչ։ Պարոն Գևորգյան, Հայաստանում վտանգ տեսնում եք այսօր։ Չէ, չեմ տեսնում, ճիշտն ասեմ, չեմ տեսնում, ասենք որոշ դժվարություններ կապված այս ամեն ինչից կարող են լինել անպայման գուցե եւ կլինեն։ Իրանում տեղի ունեցող պատերազմը չի մոտենա Հայաստանի սահմաններին։ Պատերազմը չի մոտենա, չէ։ Պատերազմը չի մոտենա, այդ պատերազմը նորից եմ ասում, հաղթանակով է բան անելու, բայց այդ փախստականների մուտքը կարա լինի, դա իհարկե մեծ դժվարություններ է բան անելու, բայց մենք այդ դժվարությունները պետք է տանենք, որտեղ ստախ հայկի բելի կռիվ է ախպեր ջանի, բայց ինչ ես ուզում։ Նստենք թախտին, մեզ մեկը պարկենք խնձորի ծառի տակ բերաններս բացենք, չի լինում։ Մեր այն ամբողջ արած չարածի համար մենք այսօր պետք է այդ դժվարությունների տակից դուրս գանք եւ դուրս կգանք, անպայման դուրս կգանք, որտեղ տենց դժվարություններ չի որ տեսել ենք։ Աշխարհը կացայի այդ բանը եռտվել է, եփում է, այդ մենք էլ ենք այդ աշխարհում ապրում, մենակ մենք չէ, հիմա այն Արաբական Էմիրատներում չէ, ոնց էին ապրում, չէ, մարդիկ թվում էր դրախտ տնաբաման, չէ։ Ամենապահով երկիր էր հռչակվում։ Դե որ sense բաներ կարա լինի, դրա համար հիմա ապահովագրված չի որևէ մի ինչ որ տեղ, մի աշխարհագրական անկյուն, չկա տենց բան, չկա մեկ։ Մենք միակ մի բան պետք է մտածենք մեր մասին, մեր որակի մասին, նորից եմ ասում, ու իհարկե դրա մասին մտածող չի լինելու, բայց ինքնաբերաբար այդ ամեն ինչը արդեն աշխարհը խնդիրը տնելու է,
ինքը միևնույնն է ուրիշ ուղի չկա, այն զարտուղի ճանապարհից արդեն դուրս եկավ։ Այս հիմա ինքը դուրս եկավ։ Հեսա որ սա խապկանք է, չէ, այս կռիվները որ հասկացա չարի դեմքը բացվավ, ինքը հասկացա որ այդ ճանապարհը իրան տանում էր դեպի կործանում, հասկանում ես։ Այսի շատ կարևոր է, դրա համար եմ ասում, որ 1 օրում, 2 օրում 3 միլիարդ այդ Էփշտեյնի մասին իմացան, սա ինչ է, տեղեկատվություն է, չէ, տեղեկատվական պայքար է։ Այս աշխարհում այդ սուտ ու փուտ բաներով նրանք ոնց որ ասած հաղթանակներ էին անդադ բերում, չէ, ֆեյքերով, չէ, միջև այլ կա։ Ու մեկ էլ հանկարծ ճշմարտությունը, ու պարզվեց, որ այդ ճշմարտությունը լսելու կարող 3-6 միլիարդ մարդ կա, հասկանում ես, սա ինչ կարևոր հաղթանակ է։ Այսինքն հիմար կկունների բան չի էլի այս աշխարհը։ Հասկանում ես, ուրեմն մարդիկ կան, ողջամիտ, ես միշտ էլ ասել եմ, այդ ողջամիտներն ավելի շատ են, քան այդ թրկամիտները։ Ուղղակի այս թրկամիտներին առաջ են բերել ու այդպիսի բան են ստեղծել, էլի հասկանում ես, պատկեր, որ իրանք ավելի շատ են, մենք քիչ ենք եւ այլն, սպիտակագրավներ ենք, չգիտեմ ինչեր ենք, հա։ Հիմար մարդիկ ենք, որ արդարություն ու ողջամտություն ենք պահանջում։ Բարձում է, որ մենք ավելի շատ ենք, քան թե դրանք, հա։ Ու դա հաստատ բոլորը թողականջներին ող անեն, որպեսզի չգնան դրանց ձեռը, նորից եմ ասում, մի եղեք հիմար կկուի նման ձեր երեխեքի ճակատագիրը մի տվեք այդ սրիկաների ձեռքը։ Եթե Աստված մի արածը Իրանը տապալվի, Հայաստանն ինչի մեջ է հայտնվելու։ Չի տապալվելու Իրանը։ Եթե Իրանը տապալվի ու Հայաստանը տապալվի, աշխարհը կտապալվի։ Ուրեմն հայերը են այս աշխարհի աղն են, ինքը որ չլինի, այս աշխարհը չի լինելու։ Ինչ հրաշալի խոսքեր եք ասում։ Յա, ես վաղուց եմ ասել։ Վաղուց եմ ասել, հայ ազգը որ չլինի, այս աշխարհը ամբողջ իր այդ բանը տանողը, հասկանում ես։ Հայ ազգն է։ Թե չէ վաղուց էր կործանվել այս աշխարհը։ Ասացիք ովքեր են անբարոյականները, ինչ պայքարի մեջ են, ինչ դարերով, ինչ արժեքներ են փորձում քարոզել ու նաև ներկայացրեցիք թե այդ անբարոյականների հարձակումը եւ պայքարը Իրանում ինչ իրավիճակների նպատակով է արված։ Պարոն Գևորգյան, հարց է առաջանում. անբարոյականների վերջը գալիս է մի օր թե ոչ։ Ուրեմն նայ 4000 տարի նորից եմ ասացիք նաև որ ժամանակ է փոխվել։ Ասում եմ որ ժամանակը այդ ուզի փոխվելու է նորացվում է այդ փուլային ժամանակը ինքը ունի այտենց էտապներ փուլեր եւ բնականon այդ էներգետիկ համակարգը կենսությունը դիեզերքում փոխվում է չէ դիեզերքը լայնանում է չէ բան sense մեծանում է չէ որտեղը չի մնում չէ Արեգ ջան այտենց է չէ ասա հա բայ Դիեզերքը մեծանում է։ Իա, բա որտեղը չի մնում։ Մեր տունը կարա չմեծանա, միջը փող չունենանք, բայց դիեզերքը առանց ներ փողի։ Պարոն Գևորգյան, դիեզերքը մեծանում է։ Այո, ընդլայնվում է, աստղեր են ծնվում ամեն օր, աստղեր են մեռնում, գալակտիկաներ են ստեղծվում եւ այլն, այսպես մեծանում է։ Եթե մի բան մեծանում է, լայնանում է, ընդլայնվում է, էներգետիկ կենսահամակարգը լայնանում, մեծանում, ընդլայնվում է, թե ոչ։ Փոփոխվում է։ Տրամաբանորեն այո։ Ուրեմն նոր էներգետիկ համակարգ պետք է պրոցեսյան մեկ կամ ժամանակ առ ժամանակ փոխվի, չէ, էներգոհամակարգը։ Բայց երկար չի տևում այդ process-ը, պարոն Գևորգյան։ Երկար է տևում, բա ասում եմ այդ վերջի 4000 տարի, բա ես նորին չէի բացում։ Ասում շատ երկար չի։ Մի րոպե 7-8 հերցը, այդ ի՞նչն է երկար, 4000-ը երկար է տեզերքի համար։ Հա? Երկար չի, հա։ Վարկյան էլ չկա իր համար։ Դու գիտես բանը, հայկի մեկ օրը ինչքան է։ 24 ժամ։ Մեկ տարվա մեջ։ 24 ժամ։ Ինքը ամեն օր քո առաջ կանգնած է։ 24 ժամ հետո դու գալիս ես նույն կետին, որտեղ ինքը նորից պետք է 24 ժամ հավաքի։ Այսինքն մեկ օր։ Այո։ Այսինքն դեղի մեկ օրը քո մի տարին է։ Հիմա էդի, հա։ Այսպես։ Սա ուրիշ բան արդեն։ Հա։
Հիմա մի հատ որ աչքը հայկն դե թարթի, այդ 4000 տարին կանցնի, չէ՞։ Սենց, մի հատ գնա կոֆե խմի։ Իսկ հայք այսօր ինչով է զբաղված, պարոն Գևորգյան։ Նայում ամենս ուրախանում եմ, Արեքի հաղորդումն է նայում։ Ասում վերջապես ես մարդիկ հասկացան։ Պարսկաստանի մասով ինչ է ասում, պարոն Գևորգյան։ Վա։ Ես մտահոգ եմ։ Բան Պերսեպոլիսը բանով տեսել ես։ Այո։ Այնտեղ ինչ ես տեսել, օրինակ ինչ խորհրդանիշ ես տեսել, որ տեսել ես դու Հայաստանում ամեն օր։ Ուշադիր չես եղել։ Ուրեմն այնտեղ բանը, առյուծն է, առյուծի ճանկերի մեջ ինչ ճանկելա ցելին։ Տեսել ես այդ խորհրդանիշը։ Պերսեպոլիսի հարթապատկերների, հարթաքանդակների վրա։ Հավքն է, տեսել ես։ Ընդհանուր պատկերը հիշում եմ, բայց Առյուծը որ բանը անում չես տեսել, ցուլի վրա։ չեմ հիշում։ Հա, մյուս խորհրդանիշ է, էլի։ Այդ առյուծը իրանց մոտ հենց այդ առյուծը արդեն հարազատական բան չէ, գնա ասենք մեր հայկական եկեղեցիների ասենք որոտնավանքում, հա, բանում Գեղարդում եկեղեցու պատի վրա չէ, այնց առյուծը բանի վրա, ցելի վրա, ամենուր կտեսնես։ Ամենուր, դա մեր խորհրդանիշն է։ Հայկական Որտեղ լեռնաշխարհի ցուլ ընդեղ պետքա ճանկեի առյուծը, չէ՞։ Հայկական լեռնաշխարհի հետ կապ ունի դա։ Հա։ Հայկական լեռնաշխարհի հետ կապ ունի առյուծը։ Այ խորհրդանիշ եմ բաբա, դա առյուծ համաստեղությունն է, մեր հզորությունն է, մեր աստղագիտությունն է, որ ինքը էկվատորին հասարակածին մոտ է եւ դրա կողքը ցուլ համաստեղությունն է, հա։ Ցուլով չի կարելի անկատար այդ տոմարական հաշվարկ կատարել, որտեղ տարիդ էսա անկատար կլինի մարտի 21-ով էլ այդ Նիսան ամսով ակադական տոմարը։ Հա, պետք է այդ առյուծ ամսվի ծննդյան օրը ամը կառնի, չէ, ամառ կլինի, չէ, ամը առավ, չէ, սկолько тебе лет, նորից են կրկնում։ Այդ գաղափարը սաղի մոտ էլ կա, էլի։ Քանի ամառ է։ Հա, մեր մոտ եղել է մինչև 15-րդ դար, ես դրանից առաջ որ կարդում եմ, ասում են քանի ամառ առաջ, քանի ամառ հետո։ Տարվա հոմանիշ է որպես, հա։ Հա, ոնց որ сколько тебе лет, չէ, сколько лет тому назад։ Նույն բանն է, այլ մենք առաջ չենք ասել տարի, ասել ենք ամառ։ Հա, հասկանում ես։ Ինչքան Ամը առավ, տարին դրվեց։ Խաղը օրտնեցիր, ծորենը հավաքեցիր, Նավասարդյան խաղերը արեցիր, Հայկը եկավ իր տեսանելիության գոտի, տարին նորացվեց։ Ամեն տարի է նորացվում եւ այդ փուլային էներգետիկ համակարգը նորացվում է, չէ՞։ Դու քո հեռախոսը անդադ պետք է մաքրես, չէ՞։ Այն ավելնորդ բաների, չէ՞ պետք է նորացնես, չէ՞, չէ տեխնիկան էլ է։ Համապատասխան Բայց update-ներ։ դիեզերքը չի նորացնելու։ Ես եմ հարցնում ձեզ, չի նորացնելու։ Բա նորացնում է Հայկը, բա մի քիչ ուշադիր է պետք լինել։ Բա մենք տեսնելու ենք վաղճանը, պարոն Մենք ունենք տես, Ես անհամբեր եմ, վաղճանը տեսնելու ենք։ Դու անհամբեր, բա 100 տարի առաջ ծնված մարդը ինչ ասեր Հայաստանում։ Այն որ նայում էր կողքը ոչ մի բան չկա։ Լավ, փաստորեն համբերատար եմ ես։ Այն խեղճ Մխիթար Սեբաստացին ինչ աներ, նա ինչ արեց։ Ինչ արել Մխիթար։ Մենակ որոշել է պետություն չունեցող ազգը, որ չկար ոչ մի բան չկար, չէ՞։ Այս մարդը որոշել է, որ պետք է ինքը գրադարան հիմնի, հավաքի հայ արժանավորներին, գիտակներին եւ կարողանան այդպիսի գործնեությամբ զբաղվել։ Գնացել է Իտալիա, Սուրբ Ղազար կղզին հարմարացրել է, տվել են իրան, դա մի հատ չորուկ կղզի է եղել, այնտեղ գերեզմանոցներ են եղել, ասում են նույնիսկ տիֆով հիվանդներ են այդտեղ թաղել, դրա համար բանի տեղ չեն դրել, տվել են, ասել են գնա Սեբաստիան ինչ ուզում ես արա, հետո զարմացել են, որ հայերը հավաքվել են, պետություն չունեցող ազգը աշխարհի 3-րդ գրադարանն անդե դրել։ Հասկանում ես, դրել է թարգմանություններ հարյուրավոր լեզուներից եւ այլն, տասնյակ լեզուներից։ Հասկանում ես ինչ է։ Հիմա այսօր բոլորը ինչ-որ շտապողական ասում են մենք կտենանք, մենք չենք տենա բան։ Ապա մենք ոչ մի բան էլ պետքա չտենանք իրականում։ Այս մեր խեղճ պապերը մի բան տեսել են իրանց կյանքում։ Հələ մի հատ ցած նայի 4000 տարի։ Հայը ուրեմն
որ նայում ես 10-12 տարի է գիտես չէ խաղաղություն եղել այդ 2000 ասենք տարվա որ մենք ունենք մեր պատմիչների գրված պատմությունները մի քիչ էլ են բաներ էլի հույն ասորի եւ այլն 10-12 տարուց ավել մենք խաղաղություն չենք տեսել Արեգ ջան հիմա եկել է վերջը չենք խամփերում այն խեղճ իմաստասերները ո՞նց են ամփերը Իրանք իմացել են որ կործանվել են չէ այդ եկեղեցիները իրանք չէին կառուցի այդ աստղատես Պատկերացրեք քանի հազար տարի դրա ճարտարապետական, աստղագիտական, այդ հզոր գիտությունները այսպես գրքով գրականությունով թակուն է իրարից ձեռ են տվել 5-րդ դարում բերել են դպրոց են դարձրել 7000 գիտությունների ես ուզում եմ ֆիլմ նկարեմ հայ ժողովուրդ ուզում եմ ֆիլմ նկարեմ որ դուք ձեր պատմությունը իմանաք էլի մեջները մարդ կա բերենք մի հատ մեր հզորությունը ցույց տանք էլի ու ցույց տանք այդ գիտությունը որ ամբողջ աշխարհը ցանցվի ու զարմանա հա այնպես չլինի որ միայն վատ է որ ոչ մի բան չգիտենք մեր մասին միայն խոսքով աչքով գնում ես դու եկեղեցին որ sense նայում ես այդ ճարտարապետականը դու հասկանաս քանի գիտություն է ներառված դա նայ աստղագիտություն ճարտարապետություն սեյսմոկայունություն ակուստիկա չէ Այդ տաղաչափություն, այդ ամեն ինչը տեղ է, էլի հասկանում ես, այդ կամարաշինությունով, այդ տարբեր ձևի հորինվածքները մի եկեղեցի մյուսի նման չի, թվում է թե միատեսակ դու եկեղեցի, գնում ես ամենտեղ մի հատ նոր լուծում է, շշմում ես, այդ ինչ միտք է, այդ ինչ հանճար է աշխատել, հասկանում ես։ Ամեն ինչի ակունքը մենք ենք եղել ու այսօր մենք տրված ենք օտարամոլ արժեքներին, այդպես է ստացվում։ Դե պետք է աշխատանքեր կատարեցին իրանց մոտ թվաստ է ստացվել, չէ, իրանց մոտ բաներ չի ստացվել։ Այս աշխարհում են Լորենս Արաբացին ասել էլ այդ միտքը հայ այդ նույն վարկագծի դրսևորումներից։ Հա, ինչ է ասել այդ ժողովուրդը, այդ երբ որ իրանք իրանց ծրագիրը դրել են, սա մի հատ ժողովուրդ կա, որ մեր ծրագիրները կխափանի, դա այ ժողովուրդն է։ Իրանց պետք է հիմնովին դա ցեղասպանությունից առաջ է ասել։ Եվ իրանք իրականացրեցին, բայց հնարավոր չէր այ ժողովրդին վերացնել, դա համար ինքը ինչ էր ասում, ասում էր 3 հատ հայ։ Մի հատ հայ մնա վերածնվելու են այս ազգը, վտանգավոր ազգ է, բոլորին պետք է ոչնչացնել։ Այսինքն որ ես քո հարցին եմ էլի պատասխան։ Նա ազգությամբ եվրեյ էր։ Հա բա ինչ էր։ Ինչ։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Բավականին երկար զրույց ունեցանք։ Սլավիկ Վիչեսլավ Մանուչարյանի ասածն է իմ դուրշատը։ Մենք եղել ենք, եղում ենք եւ դեռ պետք է եղենք։ Շնորհակալ եմ, պարոն Գևորգյան, որ եկաք ձեր դրական էմոցիաները եւ աստղալուրերը ներկայացրեցիք։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես նաեւ ներկայացրեցիք մեր նահապետ Հայկի կարևորագույն գիտելիքը։ Մեր հայրենակիցները մեկնաբանությունները բաժնում կրկին իրենց հարցերը կուղեն ձեզ, որովհետև հետաքրքրված են այս թեմայով, շատ են հետաքրքրված ու դուք եք նկատում ալիքը որքան է մեծանում հայկի գիտություն դեպի աստղեր, դեպի Օրիոն համաստեղություն։ Դեպի եզրագիտություն եւ որը հենց ինքն է բնագիտությունը, դեպի բնագիտություն, հայկը բնագիտական գիտություն Եզրագիտությունը, բնագիտական։ Շնորհակալություն եք անգամ եւս։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս հայագետ հնագույն քաղաքակրթությունների գծով անկախ Վազգեն Գևորգյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։